Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում է խաղային օրվա երկրորդ ընկերական հանդիպումը, սա կլասիկո է Բարսելոնան Ռեալի դեմ, շատ հետաքրքիր մեզ խաղ է սպասվում, իհարկե երբ կա Բարսա եւ Ռեալի անունը չի կարող հետաքրքիր խաղ չլինել, դա անկասկած կապ չունի, սիրողական լիգա է, մեծ ֆուտբոլ է, այս թիմերը արդեն իրենցից հետաքրքիր հանդիպում են ներշնչում։ Ներկայացնեմ մեկնարկային կազմերը, սկսեմ Բարսելոնայից, Ղազարյան համար 1, Ադյան 5, Մհերյան 3, Գրիգորյան 22, սա պաշտպանողական եռյակն է, առջևում կգործեն Մոխդուսյան 23, Շանազարյան 8, Ձախից 19 համարով Հակոբյանն է, Աչից Ամիրյանը համար 9 եւ Սարգսյան համար 10-ը նա թիմի ավագն է եւ կենտրոնական արձակվողը։ Պայստայների նստարանին են Կելեշյան, Սարգսյան, Խախկանյան եւ Ծատուրյանը։ Ռեալ Դարպասապա Կճանյան համար 13, պաշտպանությունում Ավետիսյան 23, Մարկո 6, Աղաջանյան 3, Մուրադյան 77, Անանյան 95, Սարգսյան 10, Կճանյան 11, թիմի ավագն է եւ Միսակյան համար 9։ Պայստայների նստարանին 6 ֆուտբոլիստ է հայտավորված Ռեալի, Մարտիրոսյան 7, Դեմիրճյան 27, Կիրակոսյան 17, Սարգսյան 8, Ավակյան 5 եւ Արիստակեսյան համար 99։ Վնասվածք է ստացել Ռեալի ֆուտբոլիստը Մարկոն Ոտածածկին է, բայց կանգնում է իհարկե ցավալի կլիներ հենց հանդիպման մեկնարկում։ Վնասվածք տեսնենք եւ կարող է շարունակել հանդիպումը Մարկոն։ Բայց մրցավարը առայժմ փորձում է հասկանալ ֆիզիկական վիճակը Ռեալի ֆուտբոլիստի։ Եվ ամեն ինչ նորմալ է։ Կարող ենք հետևել հանդիպմանը, դեռ իհարկե պարզ է գրոններ չկան, դադար եղավ։ Սարգսյանը փորձում է խլել գնդակը, Ռեալը գլորում է պաշտպանությունում, Մարկո փոխանցում դեպի առաջ, բայց կորցրեցին գնդակը։ Ռեալի ֆուտբոլիստները շատ արագ կարողացան խլել։ Հետաքրքիր է, վտանգավոր գրոհ կարող է լինել, Բարսան պաշտպանվում է այս րոպեներին, արված եւ պաշտպանը իր վրա ընդունեց այս արվածը, ամեն դեպքում Ռեալը շարունակում է իր գրոհը, աչքի եզրում է գնդակը։ Ամեն դեպքում Բարսան այստեղ հաջող պաշտպանվեց։ Ուժեղ հարված առաջ հեռացնում են Բարսայի ֆուտբոլիստները դեպի մրցակցի կիսադաշտ գնդակ եւ Ռեալը պետք է նորից սկսի իր գրոհը։ Կտրող փոխանցում դեպի ձախ եզր, վտանգավոր կարող է լինել, պահում է Ռեալի ֆուտբոլիստը գնդակը դաշտի սահմաններում, բայց կապտանառնագույնները հաջող պաշտպանվեցին եւ կփորձեն հակագրոհել հիմա մրցակցի դարպասին։ Փոխանցում դեպի ձախ եզր, Շահնազարյանին էր այս փոխանցումն ուղղված, բայց գնդակը չհասավ Բարսայի 8 համարին եւ Սարգսյանը հեռացնում է գնդակը դաշտի սահմաններից։ Եվ անկյունենք տեսնենք Ռեալը ընդամենը 1 հարված է կատարել դարպասին այս անցած ժամանակահատվածում, իսկ Բարսան դեռ գրոհ չի ձեռնարկել։ Այո, փորձ եղել է, բայց վտանգավոր իհարկե դա չենք կարող համարել։ Անկյունայինից փոխանցում հեռացնում են Բարսելոնայի պաշտպանները, գնդակը աչքի եզրում է, կփորձեն արագ հակագրոհի անցնել Բարսայի ֆուտբոլիստները, բայց Ռեալի պաշտպանը ձախ եզրում հաջող է գործում։ Հաջող փոխանցում էր, փափուկ փոխանցում դեպի արձակման աչքի եզր, գրոհում է Բարսան եւ անկյունային կլինի, Մարկոն կանգնեց այս գնդակի ճանապարհին։ Եվ տեսնենք ինչպես է անկյունային իրացնում Բարսան աչքի եզրից։ Բարձրից փոխանցում Սարգսյանը փորձեց հարվածել, բայց ստացվեց։ Կճանյանը կփորձի հասնել գնդակին, բայց ամեն դեպքում հեռացրեցին
Բարսայի խաղացողները և Ռեալի հերթական գրոյին է անցել, Սարգսյան կփորձի անցնել գնդակին, Սարգսյանը ոչ, չստացվեց։ Մարկո Ռեալի կենտրոնական պաշտպանը գնդակն ուղարկում է ձախ եզր դեպի դաշտի միջնամաս, այստեղ փորձում են պրեսինգի գնալ Բարսայի խաղացողները, բայց Ռեալը շատ հաջող է տեղաշարժում գնդակը, աջ եզրով փորձ է շրջանցել Շահան Նազարյանին, բայց չստացվեց դա անել, հիմա պրեսինգի է եկել Շահան Նազարյանն այստեղ, Մարկո, Սարգսյանը փորձում է դիմավորել մրցակցին, առայժմ միայնակ է ճնշում, իհարկե օգնություն է պետք Սարգսյանին, արձակման կենտրոնում միայնակ շատ բարդ է և սխալ փոխանցում հետևեց այստեղ դարպասապայից, դանդաղ կործեց Բարսայի ֆուտբոլիստը Փոխանցում դեպի աջ եզր արված և 1-0 բացվում է այս խաղի հաշիվը, Բարսելոնան խփում է առաջին գնդակ Ամիլյանը հաջող հարված կատարեց Այո, գրոյեց Ռեալը, բայց խփում է Բարսան ունեին լավ պայր միջև այս ամեն դեպքում չստացվեց Ռեալի մոտ օգտագործել այդ պայրը, իսկ Բարսան իր պահը շատ հաջող է օգտագործում 9 համարը կապիտան Առնագույնների այստեղ դիպուկ էր և տեսնենք Ռեալը ինչպես է պատասխանելու բաց թողած գոլին Մարկոն է գնդակով պաշտպանության կենտրոնում Սարգսյանը նորից միայնակ ճնշում է մրցակցին և հակագրո նորից Բարսայից սա փոխանցում էր, ավելի շատ դժվար թե այսպես հարված էր Բարսայի խաղացողը, բայց ամեն դեպքում դարպասապայի համար խնդիրներ չկային և Ռեալի գրոհը ընդհատված է Շահան Նազարյան դեպի Սարգսյանը, Մարկոն սահանկում կատարեց, վտանգավոր է դեպի Շահան Նազարյանը հերթական փոխանցումը, բայց ուժեղ էր իհարկե և չհասավ Բարսայի 8 համարը գնդակի Ռեալը կարող է հակագրոհել այստեղ չստացվեց Բարսայի գրոհը վտանգավոր է կլինի արված թե ոչ արված և հասցնում է դարպասապահը հեռացնել շատ վտանգավոր էր երևի թե ամենալավ պահը միջև այս որ ունեցել էր Ռեալը բայց չի ստացվում հավասարեցնել հաշիվը նորից Բարսայի խաղացողները հաջող են պաշտպանվում Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ վտանգավոր է և նորից չի ստացվում աչքի ընկնել և մրցավարը գնում է դիտելու դրվագը Մրցավարը գնում է դրվագը դիտելու, այո, շատ կարևոր պահ է Ռեալի համար, իհարկե ընկերական խաղ է, բայց ֆուտբոլիստները այդ տրամադրվածությամբ չեն որ դուրս եկել խաղադաշտ, առաջին հերթին հաղթանակի և մրցավարը հիմա նայում է դրվագը Եվ տեսնենք ֆուտբոլիստներն էլ մրցավարի հետ հավասար դիտում են այս դրվագը
Լսենք։ Եվ այո, 11 մետրանոց։ 11 մետրանոց Ռեալը կարող է հավասարեցնել այս հանդիպան հաշիվը, սրանից լավ շանս իհարկե երբեք չի լինում, երևի թե այսպես կարելի ասել, 11 մետրանոց, բայց դարպասապահից էլ իհարկե շատ բան է կախված։ Նա էլ կարող է օգնության հասնել իր թիմին, բայց 11 մետրանոցի ժամանակ շատ քիչ է դարպասապահի շանսերը, թե լինի լավ հարված և գոլ 1-1։ Ռեալը միանգամից պատասխանում է մրցակցին, երկար չմնաց Բարսան հաղթողի կարգավիճակում, այո, այնքան ուժեղ էր ճնշում Ռեալը, որ պետք է այնուամենայնիվ գոլ խփեր, եթե խաղից չստացվեց, ապա ճնշեց ստիպեց մրցակցին սխալ թույլ տալ ու խնդրեմ 11 մետրանոցից գոլ են խփում և հավասարեցնում հանդիպման հաշիվը 1-1։ Տեսնենք թե ինչպես է Բարսան արդեն գրոյի անցնում, հիմա ամեն ինչ հավասար է, մեկական գոլերով փոխանակվեցին թիմերը և գնդակը Բարսայի պաշտպանությունում է փոխանցում դեպի դարպասապահ Ղազարյանը, հեռվից արված և Ղազարյանը փրկում է, դեռ Եղվարդի հետ խաղից երևում էր, որ Ղազարյանը տաղանդ ունի, իհարկե այդ խաղում էլ շատ սեյվեր էր գրանցում, հիմա էլ գործի մեջ է արդեն կարճ ժամանակ ինչ մեկնարկել այս հանդիպումը, բայց մեկը մյուսի հետևից գեղեցիկ սեյվեր է գրանցում դարպասապահը։ Սա ևս շատ լավն էր։ Փոխանցում կլինի արված, թե ոչ, նորից անկյունային ու նորից վտանգավոր։ Ռեալի կատարմամբ Բարսան հակագրովում է, Սարգսյանը ստանում է գնդակը, միայնակ փորձում է շարժվել առաջ Սարգսյանը, Տուգանային հրապարակում է, արվածին հնարավորություն է ստանում և կարող էր գոլ խփել, բայց փայլում է Ռեալի կիպերը այստեղ գերազանց սեյվ Կճանյանից։ Մարկոն ուժեղ փոխանցում է կատարում առաջ և սա նվեր էր իհարկե Բարսայի համար, միանգամից հակագրոյի մասին են մտածում, Սարգսյան փոխանցում ստացվեց և վրիպում է այստեղ Խամրյանը 9 համարը Բարսայի կարող էր դուբլ ձևակերպել, բայց նպաստավոր դիրքից գնդակը չի ուղարկում դարպասը Բարսայի 9 համարը։ Կճանյանը գնդակը կմցնի խաղի մեջ, գլորում են պաշտպանությունում Ռեալի ֆուտբոլիստները, Մարկոն դեպի ձախ եզր է ուղարկում գնդակը և այստեղ Սարգսյանը հաջող գործեց, հետաքրքիր է իհարկե երկու թիմերի կազմերում էլ 10 համարով Սարգսյանը ազգանունով ֆուտբոլիստ է խաղում և հիմա Ռեալի Սարգսյանը ձախ եզր ուղարկեց գնդակը, փոխանցում, Ղազարյանը նորից արձագանքում է, շատ վստահ է գործում իհարկե և իր թիմին էլ մոտիվացնում է այսպիսի գործողություններով։ Բարսան էր փորձում գրոել, չստացվեց, Ռեալը պատասխանում է մրցակցին, բայց փորձում է կխլի գնդակը Ադյանը, թե ոչ, Սարգսյան բամ է Ռեալի ֆուտբոլիստը Սարգսյանին, այդքան էլ հաջող չէր այս փոխանցումը, Մարկոն նորից անձնուրաց է գործում, ստացվեց փոխանցել, Աբգարյանը ձախ եզրում է, սա Ռեալի պատասխանն է, դիմավորում են մրցակցին և Կճանյանին գնդակը չհասավ և հակագրովում է Բարսան, Շահնազարյան ձախ եզրում ստացավ գնդակը։ Կապիտան ռնագույների 8 համարը, նորից Շահնազարյան, այս անգամ հրաժարվեց ձախ եզր ուղարկել գնդակը, կենտրոնով է խաղում, միգուցե հեռվից հարված տեսնենք, լավն է փոխանցումը և Սարգսյանի մոտ չի ստացվում գրավել դարպասը։ Ծատուրյանի փոխանցումը հաջող էր, բայց Սարգսյանը չկարողացավ այստեղ ավելացնել ու գրավել Ռեալի դարպասը։ Աչ եզրում է գնդակը, լավն էր այս փոխանցումը, բայց խաղանկերը չարձագանքեց, իհարկե հասկանալի էր Ռեալի ֆուտբոլիստի դժգոհությունը, պետք էր արձագանքել այս փոխանցմանը և արված Ղազարյանի պաշտպանած դարպասից 1-1 մեկական գոլերով թիմերը փոխանակվել են և սա իհարկե կլասիկո է իր յուրօրինակ լարվածությամբ ու հետաքրքրությամբ և սա դեռ ընկերական հանդիպում է, ամեն ինչ դեռ նոր է սկսվում իհարկե, լավն էր այս փոխանցումը, բայց պաշտպանն արձագանքեց, Ռեալը ամեն դեպքում համառությամբ փորձում է շարունակել, բայց
Թույլ չտվեց Բարսայի ֆուտբոլիստ Ամրյանն այստեղ Խաչեզրում հաջող գործեց Ադյան ուժեղ փոխանցում առաջ Սարգսյանը կփորձի պահել գնդակը իջեցնում է Բարսայի ավակը գնդակը շրջանցում մրցակցին ձախից կա տարբերակ պետք էր փոխանցել Շանազարյանը բացվել էր բայց չնկատեցին Բարսայի ֆուտբոլիստները եւ Մարկոն այստեղ շատ արագ վերադարձնում է գնդակը Ռեալի համար փորձի Արքայական ակումբը հակագրոել, աչիեզրում է գնդակը ստացվեց շրջանցել մեկ մրցակցի, փոխանցում, որի ճանապարհը փակված է ամեն դեպքում։ Ռեալի ֆուտբոլիստ ուղարկեց առաջ գնդակը։ Բայց հաջող են պաշտպանվում Բարսայի խաղացողները եւ Արված Ղազարյանի պաշտպանած դարպասից։ Սկսում է Բարսան իր գրոհը։ Ռեալի խաղացողները մրցակցին փորձում են բարձրից ճնշել։ Լավ անցում էր Բարսայի ֆուտբոլիստի կողմից։ Ստացվի արվածել, թե ոչ, այստեղ Մարկոյի համար ավելի լավ իհարկե հնարավորություն չէր լինի գնդակը այսպես հեռացնելու։ Մրցակցի համար խաղացին այստեղ Բարսայի ֆուտբոլիստները։ Ծատուրյան միգուցե հեռվից հարված լինի, ոչ նորից փոխանցում։ Հեռվից հարվածներ Բարսայի խաղացողները այսօր չեն ցանկանում կատարել։ Նպաստավոր դիրքերից հաճախ հրաժարվում են հարվածել։ Ադյանը պաշտպանվում է։ Աչիեզրում եւ հարված Ղազարյանի պաշտպանած դարպասից նորից շատ հաջող գործեց Բարսայի ֆուտբոլիստը։ Ղազարյան, Բարսան գլորում է գնդակը պաշտպանությունում, Ադյան ուժեղ փոխանցում առաջ։ Խլեցին Ռեալի ֆուտբոլիստները գնդակը շատ արագ։ Եվ Ղազարյանը նորից վերցնում է գնդակը, այո, այնպիսի դարպասապահ ունի Բարսան, որ կարող է հույս է դնել դարպասապահի վրա։ Կանգավոր է Շանազարյան չհասավ գնդակի։ Խանցում ձախ եզր Ռեալն է գրոհում խաղակեսի սկզբնամասում իհարկե շատ ակտիվ էր խաղը բաց ֆուտբոլ էր ինչ-որ տեղ, բայց հասկացան թիմերը իհարկե որ այդ կերպ չի կարող շարունակվել եւ հիմա ավելի զուսպ են, ավելի փակ են գործում Ադյան ուժեղ փոխանցում առաջ Մարկոն փորձեց հեռացնել գնդակը Սարգսյանը պայքարում է գնդակի համար շատ հետաքրքիր էր Ռեալի կենտրոնական պաշտպանը Բարսայի կենտրոնական արձակվողը հակամարտության մեջ էին, բայց այստեղ Մարկոն չսխալվեց իհարկե, քանի որ ճակատագրական կլիներ Ռեալի համար այդ սխալը։ Ձախ եզրում է Մարկոն Սարգսյանը սահանկում կատարեց ու օգնեց այդ սահանկումը Բարսային խլել գնդակը մրցակցից, բայց այստեղ ապահովագրում է պաշտպանությունը Աբգարյանը։ Կիրակոսյանը փորձեց տանել գնդակը, չստացվեց, Բարսանը նորից գրոհում, փոխանցում դեպի Ամրյանը Աչիեզր եւ Բարսայի առայժմ միակ գոլի հեղինակը պահում է գնդակը իր թիմի համար։ Եզրային նետում։
Դեպի պաշտպանության կենտրոն, այո, կապիտան նռնագույնները, ինչպես սովոր ենք տեսնել, հաճախ գնդակ են խաղարկում։ Ձախ եզրում է գնդակը, Ռեալն է փորձում եւ Ադյանը շատ հաջող պաշտպանվեց այստեղ Ամրիան կրունկով թողնում է գնդակը խաղանկերոջը աջ եզրում է գնդակը նորից Ամրիան ամառ պայքար է գնդակի համար եւ Ռեալի ֆուտբոլիստները թույլ չտվեցին Բարսային մտածել գրոյի մասին դեպի ձախ եզր փոխանցում աջ եզր է գալիս գնդակը բայց չասավ Ռեալի ֆուտբոլիստը Ուժեղ խարված առաջ Բարսայի ֆուտբոլիստից եւ այստեղ Հակոբյանը գնդակին չկարողացավ վպվել Կիրակոսյան կենտրոնով գնում է առաջ Կիրակոսյանը փոխանցում ձախ եզր նորից Կիրակոսյան մեկ հպումով որոշեց նորից ձախ եզր ուղարկել գնդակը չստացվեց ու Բարսան հակագրոյի հնարավորություն է ստանում ճիշտ է Ռեալը այնքան արագ է նահանջում, որ դիրքային գրոյի է վերածվում Բարսայի այս փորձերը, երբ գնդակը խլում են մրցակցից, նույնը Բարսայի մասով կարելի ասել իհարկե։ Կապիտան նռնագույնները եւս ժամանակին հասցնում են նահանջել։ Եզրային նետու։ Հիմա արդեն Ռեալը կնետի եզրից, Բարսան շատ արագ կորցրեց գնդակը Մարկով պաշտպանության կենտրոնում է Մարկոն փոխանցում դեպի աջ եզր պայքար գնդակի համար խլում են Բարսայի ֆուտբոլիստները կտրող փոխանցում եւ Մարկոն նորից արձագանքում է ու նորից գնդակ հեռացնելու փոխարեն հաջող փոխանցում է կատարում Չեն շտապ Ռեալի խաղացողները, նաև առջևում հարմար տարբերակներ էլ չկան եւ Ադյանը հերթական անգամ հաջող է պաշտպանվում, աջ եզրում լավ գործեց, եզրային նետում Կիրակոսյան եզրից գնդակը փոխանցում է, խաղանկերոջը վտանգավոր է վաղուց, գոլային պահ չենք տեսել, իհարկե այսպիսի սուր պահ չենք տեսել, մոտ 5 րոպե թիմերը ավելի շատ դաշտի միջնամասում են, գնդակ գլորում, Շահնազարյան փորձում է պայքարել, փորձում է պահել գնդակը Սարգսյան Անցկացրեց Ռեալի ֆուտբոլիստի կողքով գնդակը դժգոհ է մրցավարից Բարսայի ավակը, բայց խախտում այստեղ չկար ըստ մրցավարի վտանգավոր է Ռեալը կարող է առաջ անցնել հաշվի մեջ այդպես էլ անում են 2-1 Բարսան արդեն պարտվողի դերում է Ռեալը խփում է այս հանդիպման երկրորդ գնդակը իր երկրորդ գնդակն իհարկե եւ առաջ անցնում հաշվի մեջ Սարգսյանը կսկսի դաշտի կենտրոնից Շահնազարյան պահում է գնդակ իր թիմի համար եւ այստեղ կար խախտում Ռեալի ֆուտբոլիստի կողմից Եվ տեսնենք Բարսան է ստանդարտ իրացնում մեկ հոգուց բաղկացած պատ է կազմել Ռեալը Կիրակոսյանն է կանգնած Սարգսյանն է իրացնում բայց ուժեղ էր իհարկե այս փորձը չափից շատ բարձրացրեց գնդակը Սարգսյանը Եվ մեկ
րոպե մինչև ավելի քիչ նույնիսկ մինչև այս խաղակեսի ավարտը հնարավոր է նաև ավելացնի մրցավարը։ Վերակա, կարելի է։ Չանյանը գնդակը կմցնի խաղի մեջ, պետք է ֆիքսել, նոր խաղարկել։ Մարկո, պաշտպանության կենտրոնից դեպի դաշտի միշտամաս Ղազարյանը դուրս է գալիս դարպասից և վերցնում գնդակը։ Հարված և գոլ! Գոլ Ռեալը 3-1 է դարձնում հանդիպման հաշիվը, շքեղ կրակոց էր Ռեալի ֆուտբոլիստի կողմից, մահացու արված իհարկե դարպասապայի համար։ Այո, Պուշկաշին արժանի գոլ էր իհարկե, ինչպես կատակեցին Ռեալի ֆուտբոլիստները, բայց ինչու կատակել, իհարկե արժանի է նույնիսկ մրցանակի, այս գոլը շատ գեղեցիկ հարված էր և 2 գոլի առավելություն խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ մրցավարը հենց այդքան էլ փոխհատուցել է։ Բարսայի առջևում կա դեռ 1.25 րոպե և պետք է մտածել ինչպես գտնել արծի լուծումը, Կիրակոսյան ուժեղ էր ամեն դեպքում այս փոխանցումը և Ղազարյանը դուրս եկավ դարպասից ու վերցրեց գնդակը։ Գլորում է Ադյանին, դարպասապա, աչի եզրում է Ադյանը, լավն է այս փոխանցումը, վտանգավոր կարող է լինել Բարսայի գրոհը, Անդրյանը աչի եզրում է և եզրային նետում միայն, անկյունային էլ չի լինի այստեղ։ Սարգսյան, աչի եզրում է, ստացվեց տանել գնդակը առաջ, Ծատուրյանն էլ էր միացել թիմի գրոյին, հակագրոհում է Ռեալը, աչի եզրում կա տարբերակ ուղիղ կենտրոնով գնում են առաջ, ևս մեկ հեռվից արված ու հնարավոր էր, ևս մեկ գեղեցիկ կրակոց տեսնենք այս խաղում։ Գոլով չավարտվեց, քանի որ կար անդրադարձ և անկյունային է իրացնելու Ռեալը։ Այո, խաղը սկսելուց շատ չանցած, բաց թողեց արքայական ակումբը, պարտվում էին 0-1, բայց մեկ խաղակեսի ընթացքում շատ կարճ ժամանակում վերադարձան խաղ ու 2 գոլի առավելությամբ հիմա հաղթում են, Կիրակոսյան աչի եզրով մտնում է Տուգանային հրապարակ։ Մարկոյի մոտ չստացվեց և Բարսան կարող է հակագրոհել։ Երկար կյանք չունեցավ այս հակագրոհը, արագ կորցրեցին գնդակը։ Մրցավարի եզրափակի Սուլիչին ոչինչ չի մնացել, երևի թե այս կիսափորձն էլ կավարտվի Ռեալի և մրցավարը կավարտի, բայց վտանգավոր գրոհի է վերածվում այս փորձը և վերջ խաղակեսն ավարտված է։
Զատուրյան ձախ եզրում է Բարսայի 30 համարը, բայց կորցրեց գնդակը։ Ուժեղ փոխանցում առաջ դեպի մրցակցի կիսադաշտ, այստեղ նորից Բարսայի ֆուտբոլիստներն են, հաջող արձագանքեցին, բայց կորցրին գնդակը եւ կարող են հակագրոհել արդեն Ռեալի ֆուտբոլիստները, հերվից հարված բարձրել այս փորձը։ Լավ էր մտածել իրականում Ռեալի ֆուտբոլիստը, բայց չէ ստացվեց։ Ադյան փոխանցում ձախ եզր։ Ադյան ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ Մարկոնը վերահսկում է պաշտպանությունը, ձախ եզրում է գնդակը եւ Ռեալի ավագը փոխեց գնդակը խաղանկերոջը։ Հերթական փորձը, արքայական ակումբի Աբգարյան չստացվեց։ Այս խաղարկումը, բայց շատ արագ Ռեալի ֆուտբոլիստները վերադարձնում են գնդակը ձախ եզրով։ Ճեղքում են պաշտպանությունը, շրջանցեց Ադյանին, վտանգավոր է, բայց այստեղ գալիս նահանջում ու հասցնում է, Ադյանը շատ լավ պաշտպանվեց, իսկապես ճիշտ է շրջանցեցին Ադյանին, բայց հասցնում է այստեղ գալու հեռացնել գնդակը, ճիշտ է կարող էր Ռեալի ֆուտբոլիստը հարվածի մասին մտածել, բայց այդպես չարեց Կիրակոսյան։ Աջ եզրում է գնդակը, նորից Կիրակոսյան, չկա այստեղ, ձեռքով խաղ իհարկե մրցավարը այստեղ չի նշանակի 11 մետրանոց, դրա կասկածը նույնիսկ կարելի ասել չկար։ Ամրյան փորձում է պայել գնդակը, Մարկոն իջեցրեց, դաշտի միշտամասում է ինչ բորց է տեղակայվել Ռեալը, թիկունքի մասին էլ իհարկե պետք է մտածել։ Եվ եզրային նետում արքայական ակումբի ֆուտբոլիստներն են գնդակը մտցնում խաղի մեջ։ Ամրյանը փորձում է խլել, չստացվեց դա անել, Կիրակոսյան ձախ եզրում է գնդակը, բայց խլեցին Բարսայի ֆուտբոլիստները եւ Ղազարյանը կարող է գլորել մոտ կանգնած պաշտպանին։ Կչյանը փորձում է ճնշել մրցակցի, ճիշտ է չստացվեց, Մարկոն որտեղ է հայտնվել։ Նորից ճիշտ պային, ճիշտ դիրքում եւ թույլ չի տալիս Բարսայի ֆուտբոլիստներին մտածել անգամ այստեղ գրոյի մասին։ Առաջին խաղակեսում էլ դեռ ցույց էր տալիս Ռեալի ավագը, որ գիտի որտեղ լինել, գիտի ինչպես պաշտպանվել մրցակցից եւ խնդրեմ Բարսան է ներողություն խաղարկում գնդակ, Ադյան պաշտպանության կենտրոնում է։ Եվ թույլ չի տալիս Ռեալը սեփական կիսադաշտում Բարսայի ֆուտբոլիստներին երկար լինել գնդակով, Մարկո փոխանցում Կչյանը դեպի եւ ֆանաջող էր այս փոխանցումը, կարելի է օգտվել այս շանսից, վտանգավոր է եւ գոլ։ Գոլ Սարգսյանը գրավում է մրցակցի դարպասը, Բարսան վերադառնում է խաղ 3-2։ Այո, սխալ փոխանցումը, սխալ, այսպիսի արժեք ունեցավ, ճիշտ բային ճիշտ տեղում արձակվող այստեղ իհարկե իր հոտառության հաշվին կարողանում է օգտագործել պար, Ռեալը բաց է թողնում եւ ամեն դեպքում շարունակում է մնալ աղթողի դերում, քանի որ առաջին խաղակեսում ստացվել էր 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, բաց թողնելով փոխարեն ընդամենը 1-ը եւ հիմա Բարսան 1 գոլ կարողանում է հետ բերել ու Ռեալը բնականաբար փորձելու է ավելացնել։ Կիրակոսյան փորձեց արձագանքել եւ հասցնում է այստեղ Մարկոն կար խաղի կանոնների խախտում, շատ կոպիտ գնաց մրցակցի վրա, կարծում եմ դրա համար առաջին հերթին սուլեց մրցավարը, բայց միտումնավոր իհարկե ոչինչ չկար այստեղ Ռեալի ավագի կողմից։ Կա մրցավարի սուլիչը, սա արված էր, կամ վտանգավոր փոխանցում, երկուսն էլ կարող ենք դիտարկել։ Ամեն դեպքում Ռեալը հիմա հակագրոհի հնարավորություն է ստանում կարճ
ժամանակահատվածով կարճ ժամկետով երվից արված սպակում է պաշտպանը Մարկոն նորից գործի մեջ է Աչի եզրում է ռեալի պաշտպանը հաջող էր այս փոխանցումը և արքայական ակումբ հերթական գրոյին է անցել ուղիղ կենտրոնով Աբգանյանն այստեղ է ընդունեց գնդակը Կիրակոսյան շրջանցում է մրցակցին, Կիրակոսյան աչի եզրում է ևս մեկ մրցակցի, թողեց թիկունքում Կիրակոսյանը փոխանցում արված և դարպասած զողը պրկում է Բարսային։ Շատ վտանգավոր էր ռեալը, կարող էր նորից երկու գոլի առավելությունը վերականգնել, բայց դարպասած զողը օգնության ասավ այստեղ Բարսային։ Դարպասապայի իհարկե լավագույն ընկեր է խաղի ժամանակ և խնդրեմ Շատ լավ պա էր իհարկե ռեալի համար երկրորդ խաղակեսում ամենավտանգավոր պա և հիմա էլ սխալվում է Բարսան պաշտպանությունում, բայց Ադյանը ամեն դեպքում ուղեց իր իսկ սխալը լավն է այս փոխանցումը դեպի Ամրյանը Աչիեզր, բայց ամեն դեպքում չհասավ Բարսային համար այստեղ գնդակի և գնդակը Կջանյանը խաղի մեջ կմտցնի Դոմ է ռեալը պետք է ձախ եզր փոխանցել, այնտեղ ազատ խաղանկեր կա, ուշացա փոխանցումը և խլեց գնդակը Բարսան, Շահնազարյան կենտրոնում է, Շահնազարյանը երվից արված պակում է, գնդակի ճանապարհը պաշտպանը և մենք կտեսնենք անկյունային ձախ եզրից։ Սարգսյանը կիրացնի այս անկյունայինը, շատ կարևոր գոլ խփեց քիչ առաջ Բարսայի համար։ Ձախ եզրից կա փոխանցումը, Մարկոն նորից աշխատում է, բայց լինենք անկեղծ այստեղ Բարսան շատ քիչ ուժեր էր կուտակել մրցակցի Տուգանային հրապարակում և այստեղ կար խախտում, համաձայն չէ մրցավարի հետ ռեալի ավակը, բայց իսկապես խախտեցին կանոնները, ռեալի ֆուտբոլիստները։ Տեսնենք, ներողություն ինչպես կիրաստի Բարսան այս ստանդարտը հարվածի համար իհարկե լավ դիրք է, այնպես չէ որ լավագույն շանսն է ստացել Բարսան, նման բան իհարկե չեն կարող ասել, բայց հնարավորություն է, տեսնենք Ասուլիչը արված ու նորից Մարկո, անընդհատ տալիս ենք նրա անունը, բայց այլ տարբերակ, այսպես շակերտների մեջ ասած Մարկոն չի թողնում, անընդհատ արձագանքում է, այսպիսի բարդ հարվածի, նույնիսկ պատրաստ էր Փոխանցում դեպի մոտ անկյունը, մոտ դարպասածողը, բայց ռեալի ֆուտբոլիստներն այստեղ են իհարկե ռիսկի պետք չէ դիմել պաշտպանությունում, կար խախտում և 11 մետրանոց է նշանակում մրցավարը։ Ճիշտ հասկացա, այստեղ թե ոչ։ Թե գծից դուրս էր այս խախտումը, բարդ է ասելը, եթե առաջին հայացքից թվում էր 11 մետրանոց է նշանակել և Այո, մրցավարը 11 մետրանոց է նշանակել, այստեղ գծիտ ներսում էր խախտումը, կրկնապատկերը տեսնում ենք, իհարկե այս տեսանկյունից մի փոքր բարդ է ասելը, բայց մրցավարը մոտ էր կանգնած և ամեն ինչ տեսնում էր, Սարգսյանն է վերցրել գնդակը, Երկրորդ 11 մետրանոց այս խաղում, հիմա Բարսան է իրացնում, առաջին խաղակեսում ռեալն էր իրացնում։ Եվ տեսնենք կա մրցավարի Սուլիչը, Սարգսյանն է կատարում արվածը և գրավում դարպասը, Բարսան հավասարեցնում է հանդիպման հաշիվը 3-3 խաղակեսի, առաջին խաղակեսի ավարտից հետո պարտվում է Բարսան 2 գոլի տարբերությամբ, բայց Սարգսյանի դուբլի շնորհիվ Բարսան հավասարեցնում է այս հանդիպման հաշիվը։ Շատ լավ արված էր ուղիղ կենտրոնով, բայց այնքան հաջող բարձրացրեց գնդակը Սարգսյանը, որ ոչ մի շանս չթողեց դարպասապային։ Եվ տեսնենք ռեալը իհարկե
Փորձելու է անկասկած։ Բայց մի փոքր հոգեբանական անկում կարող է լինել իհարկե այսպես երկու գնդակ արագորեն բաց թողնելուց հետո աջ եզրում է գնդակը, Ռեալի ֆուտբոլիստները պայքարում են, Բարսայի խաղացողը նույնպես փորձում է տանել գնդակը մրցակցից եւ արված կլինի դարպասից։ Աջ եզրում է գնդակը Բարսան, փորձում է արդեն իհարկե իրենց շատ լավ են զգալու դաշտում Բարսայի ֆուտբոլիստները, հաշիվը հավասարեցնելուց հետո աջ եզրում է գնդակը եւ արված դարպասից է նշանակում մրցավարը։ Վեց գոլ արդեն այս խաղում տեսել ենք։ Երեքական գոլերով են փոխանակվել թիմերը։ Արժան փոփոխություններ են դադարել։ Գճանյանը գնդակը մտցնում է խաղի մեջ, փոխանցում ձախ եզր։ Մարկո եւ սխալվում է այստեղ Ռեալի պաշտպանը, բայց դարպասապա հաջող գործեց, հետո արդեն ձեռքով խաղ Ռեալի դարպասապայի արվածից հետո լավ է, որ այստեղ Կոճանյանը իհարկե շատ ուշադիր էր, շատ կտրուկ սխալվեց Մարկոն։ Եվ Ռեալն է հակագրոյի անցել, վտանգավոր է արված Ուղազարյանը նորից օգնության է հասնում իր թիմին։ Եվ մենք վերադառնում ենք։ Ամեն ինչ նորմալ է։ Ռեալի ֆուտբոլիստի մոտ Զատուրյան հետ փոխանցում դեպի պաշտպանության կենտրոն, Ամրիյանը աջ եզրում ընդունում է գնդակը, Ադյան, Զատուրյան։ Համար պայքար է գնդակի համար, սիրելի երկրպագուներ, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, ցեղ մեկ հավանել կոճակը։ Իսկ այդ
ընթացքում Բարսան գրոյի անցել, հեռվից արված Կճանյանը փորձեց վերցնել, Սարգսյան կարող էր հերոսանալ իհարկե այստեղ։ Հարված դարպասից կլինի Բարսայի 10 համարը հետրիկ կարող էր ձևակերպել, ինչպես նաև հաղթական գոլ խփեր թիմի համար, եթե խփեր այդ ժամանակ ամեն դեպքում հաղթական կլիներ խոսքը։ Վերջնարդյունքի մասին չի ամեն դեպքում 4-3 կդարձներ հաշիվ, այստեղ ամեն դեպքում հպում եղել է դարպասապայից։ Անկյունային կտեսնենք։ Փոխանցումը վտանգավոր է, որտեղ է գնդակը վերցնում է ամեն դեպքում։ Դարպասապահ խառնաշփոթ էր Ռեալի Տուգանային հրապարակում։ Կենտրոնով փոխանցում Ծատուրյանն այստեղ ընդունեց գնդակը, բայց միանգամից սխալ փոխանցում կատարեց, վտանգավոր է։ Լավ շանս ունի Ռեալը, բայց չօգտագործեցին այդ հնարավորությունը։ Իսկ Բարսան չի հրաժարվի իհարկե հակագրոյից։ Կորցնում է գնդակ, կապտան հռնագույններից կարգայական ակումբը գրովում է Կիրակոսյան, չանցավ այս փոխանցումը, դարպասապահ Ղազարյանը վերցնում է գնդակը։ Ծատուրյան հաջող փոխանցում էր դեպի Աչիեզեր, պաշտպանվում է Ռեալը, հասցրեց Բարսայի խաղացողը փոխանցել, Մարկոն այստեղ էր, ընդունեց գնդակը, հաջող փոխանցում էր և Ռեալը կարող է մտածել գրոյի մասին, գնդակը ձախ եզրում է, բայց դադար վնասված ստացած ֆուտբոլիստ կա։ Եվ այստեղ Ծատուրյանի փորձը չստացվեց։ Կճանյանը գնդակը խաղի մեջ կմտցնի։ Աչիեզրում է գնդակը, չստացվեց Ռեալի ֆուտբոլիստի անցումը, Շահնազարյան օգնում է պաշտպաններին և հաստակում եզրային նետում Շահնազարյանը ցրեց գնդակը խաղի մեջ։ Գրովում է Ռեալը, երկու ֆուտբոլիստ Սարգսյանը ձախ եզրում փորձի հասնել գնդակին, այդ փոխանցում կատարեց Նաբգարյանն այստեղ է, Կիրակոսյան, դեպի ձախ եզր Սարգսյան, բայց չկարողացավ պահել գնդակը, Ռեալի 10 համարը։
Գրոմ է Ռեալը, ձախ եզրում է գնդակը։ Կիրակոսյան և ձեռքով գործեց այստեղ Բարսայի ֆուտբոլիստը ստանդարտ Ռեալի համար։ Հարված ենք տեսնում և Ղազարյանը հասցրեց հետ մղել, աչ եզրում է գնդակը։ Շատ քիչ ժամանակ է մնում, Բարսան հաղթում է 4-3 հաշվով։ Սիրելի երկրպագուներ, Բարսելոնայի 4 գոլի ժամանակ ձայնային ազդանշանի հետ կապված խնդիր կար և այդ հատվածը դուրս մնաց ուղիղ հեռարձակումից։ Միայն հիմա հասցրեցին կարգավորել խնդիրը։ Սարգսյանը հետրիկ է ձևակերպել և անկասկած խաղի հերոսն է, բայց ընկերական հանդիպում է սա, իհարկե միավոր այստեղ չի խաղարկվում։ Հարված և շատ վտանգավոր էր, մոտ անկյունը փորձեց խոցել, Ռեալի ֆուտբոլիստը չկարողացավ դա անել։ Ղազարյանը գնդակը խաղի մեջ կմտցնի, ոչ թողնում է պաշտպանին այդ գործը։ Եվ արված Կճանյանի պաշտպանած դարպասից։ Ռեալն է գրում, ձախ եզրում է գնդակը։ Կիրակոսյան։ Սարգսյան կփորձի խլել գնդակը, Սարգսյանը չի ստացվում դա անել, Հակոբյանն է ճնշում մրցակցին։ Կիրակոսյան ռիսկային էր, բայց շատ հաջող դուրս եկավ պաշտպանությունից Ռեալը։ Դեպի Կճանյանը վտանգավոր կարող է լինել, պետք է հասնել գնդակին, չհասցրեց Ֆիլին այստեղ և անկյունային կլինի։ Ցածրից խաղարկում են Ռեալի ֆուտբոլիստները, Կիրակոսյան ցատկեց, բայց չհասցրեց։ Հակոբյան ձախ եզրում է գնդակը և Մարկոն հեռացնում է դաշտի սահմաններից։ Եվ 4 րոպե։ Տեսնենք Ռեալը կկարողանա այդ 4 րոպեում հետ բերել մեկ գնդակ, թե ոչ։ Իհարկե որքան էլ ընկերական խաղ է, միևնույն է։ Սպորտում միշտ յուրաքանչյուրը ցանկանում է հաղթել, անկախ նրանից թիմային մարզաձև է, անհատական, եւ այստեղ էլ միանշանակ երկու թիմերն էլ ցանկանում են հաղթել, որքան էլ խաղը ընկերական է, բայց Բարսան է այս պայն հաղթողի դերում։ Շատ տպավորիչ հաղթանակ է ստացվում եւ ինչ է այստեղ չի սուլում մրցավարը, պետք է շարունակել ամենայն դեպս հիմա եւ Ադյանը շատ հաջող պաշտպանվեց։ Ստանդարտ, տեսնենք ինչպես է Ռեալն այն իրացնում, քիչ ժամանակ ունի արքայական ակումն իր առջևում և պետք է փորձել մեկ գնդակ հետ բերել։ Կա մրցավարի սուլիչը, սա արված էր և Ղազարյանն է փրկում, շատ լավ արված կատարեց Ռեալի ֆուտբոլիստը ու դարպասապա օգնում է իր թիմին։ Շատ գեղեցիկ սև էր, ամեն դեպքում Ռեալը շարունակում է ամառ պայքարը գնդակի համար, չկա այստեղ 11 մետրանոց։
Սարգսյան ասցրեց փոխանցել ձախ եզր։ Բարսան է գրոհում հեռվից արված շեղի այս փորձը։ Կիրակոսյան, Մարկո։ Աչեզրում է գնդակը, վտանգավոր է Ռեալի, միգուցե վերջին գրոն է այս խաղի արված Ղազարյանը, փրկում է Մարկոն, ավելացրեց, բայց բարձր է ստացվում այս փորձը։ Շատ վտանգավոր էր Ռեալի, իսկապես շատ հաջող գրոն էր կազմակերպեց, բայց Ղազարյանի շնորհիվ Բարսան մնում է աղթողի դերում։ Մարկո երկրորդ հաղթում է Ռեալի ֆուտբոլիստը և Բարսան շատ հաջող խաղարկեց այստեղ գնդակը, ուժեղ փոխանցում Սարգսյան չհասցրեց ավելացնել և կար այստեղ հաղթում հարձակվող թիմի կողմից։ Կիրակոսյան աչեզրում է գնդակը, վտանգավոր կարող է լինել, բայց առաջ թողեց Ռեալի ֆուտբոլիստը։ Մենք մոտենում ենք այս հանդիպման ավարտին։ Մարկոն փակում է մարմնով մրցակցի ճանապարհը։ Եվ Ռեալը երևի թե վերջին գրոն իսկապես ձեռնարկում։ Քիչ է մնացել, մրցավարի ավելացրած ժամանակին 4 րոպե էր փոխհատուցել դատարների համար։ Ռադյան ուժեղ հարված առաջ, Մարկո նորից երկրորդ հարկում հաջող է գործում Կիրակոսյան, կենտրոնով գնում է առաջ Կիրակոսյանը, կատարում փոխանցում դեպի ձախ եզր, տանկավոր է արված և շեղ ստացվեց այս փորձը, ու վերջ Բարսան հաղթում է, քամբեք էր, սա իհարկե 2 գոլ կարողացան հետ բերել Բարսայի ֆուտբոլիստները և Սարգսյանի հետ-տրիկի շնորհիվ հաղթում են։ Այսօրվա համար այսքանը, բարի գիշեր, սիրելի երկրպագուներ։